Անեկդոտային մասը, սիրելի Ժորդ, հումորով վերաբերվելը ուժեղ մարդու գործ է։ Ես պատմում եմ այսօրվա, երեկվա, առաջի օրվա գազի գնի հետ կապված անեկդոտները։ Սա մի երկիր է, որտեղ մի քանի անլուրջ մարդ որոշում են երկրի ճակատագիրը, հասարակության բոլոր շերտերի հետ կապված կարևորագույն խնդիրները։ Բոլորդ ներկա եք, բոլոր լրատվական միջոցները ներկա են եղել, ես 6 ամիս շարունակ 4 անգամ պաշտոնապես դիմել եմ կառավարությանը ստանալու բոլոր հայաստանցիներին վերաբերող գազի գնի պայմանագիրը, ինչպես է թանկացել, ինչքան է թանկացել, ինչ հիմնավորումով է թանկացել։ Մինչև այս պահը չկա այդ փաստաթուղթը։ Տիգրան Սարգսյանը պարլամենտում հայտարարեց ավելի քան սկանդալային բան, որ պայմանագիր չի եղել։ Սա շոկ էր։ Պարլամենտում բոլորը մտածում էին, որ ինքը միգուցե չի հասկացել, որ հարցը չի վերաբերում գազի գնին։ Դրանից հետո, պարլամենտի նիստից հետո ինձ հրավիրել է զրույցի։ 10 րոպե առանձնազրույց ենք ունեցել պարլամենտի դահլիճում։ Եվ ինձ հիմնավորում էր, թե ինչու պայմանագիր չկա, թե ինչպես է ստորագրվել, ինչպես է որոշվել գազի գինը։ Ես մտածում էի, որ միգուցե այդ մարդը շփոթվել է, չի հասկացել, բայց ինքը ապացուցեց, որ իսկապես գազի գնին է վերաբերում իմ հարցը եւ մեր խոսակցությունը նույնպես։ Ես բնականաբար բարեկիրթ մարդ եմ, չեմ հրապարակի մեր խոսակցության մանրամասները, չի կարելի, որտեղ դա անձնական խոսակցություն եղել, բայց էությունը հետեւյալն է, որ ինքը հիմնավորում էր, որ գազի պայմանագիր չկա։ Սա դառնում է մի նոր աբսուրդ անեկդոտ, երբ Հայաստանը գազ է ստանում այլ երկրից եւ գազի գինը բարձրացել է առանց պայմանագրի։ Ես անեկդոտի եմ դարձել, եթե կոշիկի տակացու որևէ հայաստանցի Ռուսաստանից բերի, առանց թղթի մաքսատանը կկալանավորեն, չեն թողի բերի։ Մանդարին բերի, կարտոֆիլ տանի, ինչ ուզում է ժողովուրդ, անեկդոտի եմ վերածում։ Այլ երկրից այլ երկիր ապրանք մտնելու համար լինում է պայմանագիր, թղթեր, համաձայնություններ, որի հիման վրա միայն գների կոմիտեն, հանրային ծառայությունների կոմիտեն իրավունք ունի գին փոխի, ինչը տեղի է ունեցել։ Բայց որ հիմնավորեց հակառակը, կրկնում եմ ես եւ ոչ միայն ես շոկի մեջ էինք։ Այսօր ես ասուլիս եմ տվել թեմայով եւ ինչ որ ասում եմ, ձեզ համարյա արդեն ասել եմ։ Հաջորդ օրին զանգում է Տիգրան Սարգսյանը։ Երկար զրուցում է եւ մոտավորապես ներկայացնում, որ եղել է պայմանագիր երկու սուբյեկտի միջև, Գազպրոմի Հայ-Ռուսգազարդի հետ։ Իմ այն հարցը, այդ դեպքում, բայց չէ որ Հայաստանի կառավարությունն է Հայ-Ռուսգազարդի մասնաբաժնի տերը, 20%-ի տերը Հայաստանի իշխանությունն է, Հայաստանի ժողովուրդը։ Այդ դեպքում, եթե կա պայմանագիր, ինչի չեք հրապարակում, 6 ամիս ուզում եմ այդ պայմանագիրը։ Եթե չկա, դա ինչ է նշանակում, հայ ժողովրդին դուք թալանում եք առանց պայմանագրի, առանց փաստաթղթի, յուրաքանչյուրս մուծում ենք, չէ, հուլիսի 7-ից սկսած յուրաքանչյուրս թանկ գազ ենք մուծում եւ էլեկտրականություն։ 45%-ով էներգակիրները իմ վրա, ձեր վրա թանկացել են։ Եվ ես այդքան ավել եմ մուծում։ Ինչ է նշանակում։ Ապօրինի է։ Այսինքն Հայաստանի կառավարությունն է որոշել թանկացնել առանց ռուսների։ Այդ ուրիշ այլանդակություն է։ Համատեղ է կարել, ինչն է պատճառը, որ չեք հրապարակում։ Այնտեղ կա այնպիսի բաներ, որը մեր անվտանգության հետ է կապված, Հայաստանի սեփականության հետ է կապված, ինչն է պատճառը, ինչի չեք հրապարակում։ Ընդ որում ձեզ ասեմ, մենակ ես չի, այնպես չի, որ մենակ ես որպես ընդդիմադիր կամ մեր խմբակցությունը, ոչ Դաշնակցությունն է ստացել է թուղթը, ոչ Հանրապետականը, ոչ Հովիկ Աբրահամյանը։ Չեն տեսել այս թուղթը։ Եզրակացություն հաջորդ, տեսական եզրակացություն, այնտեղ կան այնպիսի վտանգավոր կետեր, որ հրապարակելը խայտառակություն կլինի։ Կամ միգուցե իսկապես չկա որևէ թուղթ, սա մյուս այլանդակությունը։ Եվ ես այսօր, դուք կարող եք իմ ելույթը նայել կիրակի օրը խորհրդարանական ժամով, 20 օր ժամկետ եմ տվել կառավարությանը։ Կամ հրապարակել այդ թուղթը, կամ հակ նիստ հրավիրել պատգամավորներին ներկայացնել այդ փաստաթուղթը, եթե կա այնտեղ այնպիսի կետեր, որ պետք չի հրապարակել, դա էլ նորմալ է։ Եթե կա պետական գաղտնիք, ապա կարող ենք ստորագրել, որ դա չի հրապարակվում եւ բոլորս ծանոթանալ։
կամ եզրակացնում ենք ավելի վատ բան, որ Հայաստանը տարիներ շարունակ պարտքեկուտակում, պարտքեմուծում յուրաքանչյուր քաղաքացի առանց որևէ պայմանագրի, կամ գաղտնիության պայմաններում գործող ինչ որ մի կլան է, որը չգիտես ինչ է անում։ Թվերը ասեմ, որ ասածս հիմնավորվի 150 միլիոն դոլար մոտավորապես մենք պարտք ենք արդեն անցած տարվա գազի համար։ Մոտավորապես այդքան պարտք ենք արդեն այս տարվա համար, որովհետև պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից։ Մենք սկսել ենք թանկով վճարել հուլիսի 7-ից։ Պլյուս Տիգրան Սարգսյանի նամակն եմ ես հրապարակել, որով ինքը դիմում է գների կոմիտեին կամ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին, որ այն գազը, որ մենք ստանում ենք սահմանի վրա 270 դոլարով, մենք մուծենք 189 դոլարով, 30%-ը պետությունը կառավարության հաշվին, բյուջեի հաշվին պետք է ամնիստիա անի, պետք է սուբսիդիա անի։ Մինչև հիմա անցել է 6 ամիս ժողովուրդ, այդ սուբսիդիան չկա, կառավարությունը փող չունի, կառավարությունը այդ որոշումը չի կայացել, եւ եթե կայացնի էլ, ապա դա մեր վզին է նստելու նորից, մեր գրպանից է գնալու, որտեղ կառավարության բյուջեն ձևավորում է քաղաքացիների տուրքերից, մուծումներից, վճարներից։ Այսինքն դա չի նշանակում, թե մենք 270 դոլարով չենք մուծելու։ Բոլոր դեպքերում ինչ տարբերակ էլ գնան, դա մուծվելու է Հայաստանի քաղաքացու գրպանից։